Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, արդեն հայտնի են դառնում վարչապետի թեկնածուները, Քոչարյանը չհայտարարեց իրենց դաշինք հայտարարեցին, որ ինքն է առաջի համար, հետևաբար թեկնածուն ինքն է, Սամվել Կարապետյանի մոտ բարձվեց թեկնածուն Նարեկ Կարապետյանն է լինելու, Ծառուկյանը ձեն չի հանել դեռ, Փաշինյանը հայտնի է, Սերժն էլ չի մասնակցում, մեկնաբանեք այս ցանկը վարչապետի թեկնածուները։ Դե այստեղ անակնկալ չկա իրականում, որքան էլ փորձում էին ժողովրդին ներկայացնել, որ այսպես անակնկալներ կար, չգիտեմ, չէր կար։ Ակնհայտ էր, որ դաշնակցության թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը, ակնհայտ էր, որ որքան էլ փորձում են Սամվել Կարապետյանին ներկայացնել վարչապետի թեկնածու, ակնհայտ էր, որ իրանց վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է, այլ տարբերակ իրանք չունեն։ Դե Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու, չնայած իրանց թիմի զգալի մարդիկ գտնվում են, հայտնվել են հենց նույն Սամվել Կարապետյանի հետ գաղտնի ցուցակում, չգիտես ինչի ժողովրդից գաղտնի են պահում իրանց ցուցակը եւ համագումարը։ Դե իսկ ԿՊ-ն ակնհայտ էր, թե ով է լինելու եւ այդպես էլ եղավ։ Պարոն Առաքելյան, ինչի գաղտնի պահվեց, թե համագումարը, թե ցուցակը իրենց հետ, առաջի 25-ը կարծեմ հրապարակել։ Տեսեք, այս մարդիկ շատ են խոսում ուժեղ լինելուց, ուժից, բայց իրանց քայլերում ցույց են տալի, որ իրանք շատ թույլ են, շատ վախեցած են, որ գաղտնի ժողովներ են անում, գաղտնի ցուցակներ են հրապարակում, խոսում են ժողովրդի մասին, ժողովրդավարության մասին, բայց իրանք գործում են լրիվ հակառակ տրամաբանությամբ։ Եթե ժողովրդի մասին եք խոսում, այդ մարդիկ, որոնց դուք ներկայացրել եք, վաղը եթե դու այսպես տեսականորեն համարենք, որ անցնելու եք խորհրդարան, այդ մարդիկ պետքա ներկայացնեն այդ նույն ժողովրդին, ճիշտ է, բայց տրամաբանությունը ո՞րն է, որ դուք այսպես գաղտագողի գիշերը մեկ գիշերում ցուցակ եք հաստատում, ուղարկում եք բան այդ հայտնի կայքին ու ժողովրդին հաշվետու չեք լինում։ Տեսեք, իրանք չլինելով դեռ իշխանություն, իրանք արդեն իսկ հաշվետու չեն ժողովրդին։ Այդ ցուցակների վառ օրինակը վկայություն է, որ իրանք հաշվետու չեն ուրեմն ժողովրդին նույնիսկ դեռևս իշխանություն չդարձած։ Դուք պատկերացնում եք, եթե ասենք իրանք ինչ որ իշխանություն ունենան, ինչպես են վերաբերվելու այդ ժողովրդին։ Իհարկե չեն վերաբերվելու, իհարկե անելու են այն, ինչ որ նախկինում են արել, մի բան էլ ավել։ Այնպես որ իսկ գաղտնի պահելու պատճառը ես կարծում եմ այդ ցուցակի անձանց հետ է կապված։ Մենք այնտեղ տեսնում ենք ուրեմն երկրորդ համարը Ռոբերտ Քոչարյանի գործողված անձն է, իրենց ցուցակ, հա, հայտնի իր փաստաբան է։ Երբ որ մենք ասում ենք իրանք եթե ձայն հավաքեն, ձայնը տալիս են Ռոբերտ Քոչարյանին, ասում են չէ, մենք կապ չունենք, բայց երբ որ մենք տեսնում ենք այդ ցուցակը, հասկանում ենք, որ այդ ցուցակի զգալի մասը առաջին այդ 15 կամ 20-ը կամ 30-ը նախկին իշխանության ներկայացուցիչներ են, մեկը մարզպետ է, նախկին դեսպան, մեկը քաղաքապետ է, մեկը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, մեկը Միշիկ Սարգսյանի կամ Միշիկ Մինասյանի ուրեմն ընկերն է ու այսպես շարունակ, այսինքն այս մարդիկ հենց դա են ցանկացել կամ մեկը Գյումրու Վարդանիկի փեսան է, ով պարզ հայտարարել է, որ այո Հայաստանը պետքա դառնա Ռուսաստանի մաս կամ այդ միութենական պետության մաս, այսինքն այդ մարդիկ էս են ցանկացել թաքցնել, բայց այդ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ այն ամենայնիվ մենք ժողովրդարական երկրում ենք ապրում ու իրենք չեն կարող դա թաքցնեն ժողովրդից ու այդ ցուցակը այսպես նախկինների մի ամբողջ այսպես գործողված ցանկ է, ցուցակ է, որից իհարկե իրանք քաշվում են եւ պատճառը այն է, որ իրանք նախկինում հայտարարել են, որ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, բայց իրանց ցուցակը ուրիշ բանի մասին է խոսում։ Իրանց ցուցակը առնվազն առաջին 20-ը 30-ը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նաեւ Սերժ Սարգսյանի փեսայի կողմից գործուղված անձանց ցուցակ է։ Ահա դա են իրանք ցանկացել թաքցնել։ Պարոն Առաքելյան, ինչի որոշեցին դաշինքով մասնակցել Սամվել Կարապետյանի կուսակցությունը, այսինքն ոնց որ շեմը ընտրական ավելի բարձրացրին իրենց։ Դե տեսեք, իրանք մտածում են, որ այսպես իրանց հասարակությանը ցույց կտան, որ իրենք այնքան վստահ են իրանց հաղթանակի վրա, որ իրենք խնդիր չունեն, որ դաշինքով մասնակցեն, էլի։ Դա է պատճառը, ես կարծում եմ, որ իրանք հենց այդպես
ցանկացել են դաշինքով մասնակցել, այլ եւ նաեւ բնականաբար դաշինքով մասնակցելու պարագայում իրանք միգուցե դաշինքի անվանման հետ կապված եւ այլնի հետ կապված ինչ-որ խնդիրներ պետք է երևի լուծեին, որը ես կարծում եմ տակտիկական իրաց կողմից քայլ է եւ կարծում եմ այդքան ազդեցություն չի ունենա, այսինքն իրանք ցույց են տվել դրանով, որ իբր իրանք իրանց ուժերի վրա վստահ են եւ խնդիր չունեն դաշինքով գնան, թե ասենք առանձին կուսակցությունում, որտեղ կլինեին նորից այդ մարտիկ նույն ցուցակում։ Պարոն Արաքելյան, հավանաբար նկատած կլինեք, այս շրջանում Քոչարյանի եւ Սարգսյան թիմակիցները ասենց ուժեղ բանավեճի կամ չգիտեմ Facebook-յան մենամարտերի մեջ են, մեկը մյուսին մեղադրում են, թե ով է աշխատում ՔՊ-ի համար կամ Նիկոլ Փաշինյանի համար։ Սերժ Սարգսյանի կողմնակիցները ասում են, որ եթե Քոչարյանը մասնակցում է, ուրեմն դրանով օգնում է Փաշինյանին ընտրվելու համար, պետք է չմասնակցեն, ինչ չեն կիսում, արդյոք սա էլի ձևական խաղն է իրենց, թե ինչ որ լուրջ։ Իհարկե այդտեղ ձևական խաղ է, մեծ առումով ես կարծում եմ, որ հանրապետականը մասնակցում է, հանրապետականը մասնակցում է իր թեկնածուներով, այսինքն ֆորմալ առումով չկա հանրապետական կուսակցություն, բայց իր շատ կարկառու ներկայացուցիչներ, ինչպես քիչ առաջ նշեցի, հայտնվել են Սամվել Կարապետյանի այդ ցուցակում եւ փաստացի իրենց մասնակցությունը հենց այդ ձև են ապահովել։ Այնպես որ տվյալ պարագայում ես կարծում եմ, որ իհարկե իրենց միշտ էլ եղել է որոշակի հակասություններ, տակտիկական, բայց մեծ առումով ես կարծում եմ, որ եթե գա ինչ որ մի բան, որ իրանք պետք է միավորվեն, իրանք միավորվելու են, քանի որ իրանք բոլորն էլ նույն քաղաքական խմբակն են ներկայացնում նախկին ժամանակների եւ բնականաբար իրանք եթե հնարավորություն ունենան միավորվելու առաջիկայում, իրանք դա կանեն։ Ինչպես տեղի ունեցավ Գյումրիում, մենք տեսանք։ Պարոն Արաքելյան, Սամվել Կարապետյանն ինչի մերժեց ՀԱԿ-ին կամ ավելի ճիշտ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մարդը մի քանի անգամ կոչով հանդես եկավ, որ սատարենք, օգնենք Կարապետյանին։ Տեսեք, ես կարծում եմ երկու գործոն կա։ Առաջի գործոնը, որ Սամվել Կարապետյանը իր գլխի տերը չի, Սամվել Կարապետյանի համար որոշումներ կայացում են Ռուսաստանում եւ այդ որոշումներով շարժվում է Սամվել Կարապետյանը։ Նույնիսկ տեքստերը, որոնք հրապարակվում են, վերջին տեքստը ես որքան գիտեմ փորձաքննության է ենթարկվել եւ պարզվել է, որ այդ տեքստը ռուսերենից թարգմանված արհեստական բանականության կողմից որոշակի գեներացված տեքստ է, այսինքն նույնիսկ այս մակարդակում, հա, այդ տեքստերը իրանք նույնիսկ դրսից են ստանում ու տարածում են։ Գիտենք թե, ասենք Մարիա Զախարովայանց, ասենք օֆիսից ինչ որ տեքստեր են գրում, այստեղ թարգմանում են հայերեն, երևի այդ թարգմանությունն էլ արհեստական բանականությամբ են անում ու հրապարակում են։ Ինչ մնաց նման կարևոր հարցերի շուրջ, որ Սամվել Կարապետյանը նստի որոշում կայացնի։ Ես կարծում եմ առաջինը իրանք այսպես լոզունգ ունեն, չէ, որ մենք որևէ նախկինների հետ կապ չունենք եւ պետքա գան նոր մարտիկ, հա, այսպես իրանք այսպես նոր են համարում, չնայած ամենահինը իրանք են։ Այդ երկու գործոնն է, որ իրանք փորձել են էլի ցույց տալ, այ տեսեք, մենք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքի չեն գնացել։ Առաջինը, երկրորդը ես կարծում եմ դա նախ եւ առաջ ցանկալի չի եղել Ռուսաստանի, ռուսական կողմին։ Հիմնական պատճառը ես համարում եմ դա, որտեղից Կարապետյաններին ասվել է, որ պետք չի։ Եթե նկատեք, իրանք գնացել են այնպիսի այսպես ֆորմալ առումով կուսակցությունների հետ դաշինքի, որոնք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում։ Ոչ ունեն մարդկային ռեսուրս, ոչ ունեն քաղաքական անցյալ, ոչ ունեն քաղաքական, այսինքն մի երկու մարդ է հավաքված, մի հատ պեչատ ունեն, իրաց պետք է այդ պեչատը, որպեսզի ֆորմալ առումով դաշինք ձևավորեն, բայց հիմնական գործողանցը իրենք են։ Հաջորդ խնդիրը ես կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այնտեղ լինելով, իրանք այսպես հատկապես երբ որ Սամվել Կարապետյանի զարմիկն է հանդես գալիս, իրանք կարող էին այդտեղ կորցնել նաև քաղաքական լիդերությունը հենց իրանց թիմի ներսում, պատկերացնում եք, չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ դաշինքում է ու Լևոն Տեր-Պետրոսյանի առջև, ասենք,
կամ Լևոն Տեր-Պետրոսյանից առաջ կարող էր իր քաղաքական գիտելիքներով Նարեկ Կարապետյանն ընկնել։ Իհարկե ոչ։ Այսինքն այստեղ նաև հոգեբանական խնդիր կար, որ իրենք կարող են ուրեմն ստվերվել քաղաքական առումով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը միանար այդ դաշինքի եւ ըստ էության կարող էր այնպես ստացվել, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակի ընթացքում դառնար այդ շարժման կամ այդ դաշինքի լիդերը ու այստեղ իրանց համար դա արդեն խնդրեմ էր ստացվել։ Պարոն Արաքելյան, վերջին օրին քննարկվում է շատ Պուտին Փաշինյան հանդիպումը, բարձ է ընդդիմադիր կողմից այլ տեսանկյունից է քննադատվում, նախ մեկնաբանեք ինչ հանդիպում էր, ինչ տվեց այն, որովհետև ինչ որ առումով նաև աննախադեպ էր հատկապես երկու ղեկավարների այդ զրույցը։ Մենք տեղյակ ենք, տեսել ենք այդ բաց ֆորմատով հանդիպումը եւ դա ըստ էության նաեւ արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների որոշակի առումով բնույթը եւ նաեւ ինչ որ առումով մենք տեսանք երևի բացառիկ անգամներից էր, երբ որ Հայաստանի Հանրապետության առաջնորդը իրերը անվանում է իրենց անուններով եւ չի ուրեմն այսպես վախենում այն պետության առաջնորդից անկախ իր կարգավիճակից, իր պետության մեծությունից եւ այլն։ Այսօր ես լսում եմ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը, ասում է այ պետքա այդ ակլորությունը կամ ակլորացումը փոքր երկրի ղեկավարի ակլորացումը կարող է չգիտեմ ինչ։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս մարդիկ ստրուկ են իրանց տեսակով։ Այսինքն, եթե դու փոքր երկիր ես, պետքա գլուխդ կախես, քեզ ինչ ասեն, ականջներդ կախ լսես, տանես երկրիդ գույքը մի երկու կոպեկ պարտքի դիմաց հանձնես այդ երկրի ղեկավարին ու դու քեզ համարես ուժեղ առաջնորդ կամ ճիշտ առաջնորդ կամ այդպես երկրի մասին մտածող առաջնորդ, իհարկե ոչ։ Մենք գիտենք, որ այս մարդիկ Ռուսաստանի նկատմամբ ունեցել են ստրկական հնազանդություն, եւ այդ ստրկական հնազանդությամբ երկիրը տարել են գաղութացման, եւ այսօր մենք ունենք առաջնորդ, ով իրերը կոչում է իրենց անուններով եւ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության պետության շահերից։ Այսինքն ինքը ընտրվել է այդ պոստում, որովհետեւ ինքը պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը, որտեղ որ նա լինի եւ դա անում է շատ հրաշալի եւ փայլուն կերպով անկախ նրանից թե ով է իր արժեվ նստում։ Հիմա եթե իրանց մոտ դիսկոմֆորտ է, սա այլ հարց է։ Իհարկե դիսկոմֆորտ է եւ Ռուսաստանի մոտ է դիսկոմֆորտ եւ այս շրջանակների Քոչարյանների, Սարգսյանների, Կարապետյանների Ռուսաստանի մոտ դիսկոմֆորտ է նրա համար, որ իրանք սովոր չեն, որ Հայաստանի ղեկավարին ասենք գյադեք ես կողմ իրանք չթանեն կողմ, գյադեք են կողմ իրանք չթանեն կողմ։ Այսինքն իրանք սովոր են, որպեսզի ասեն Հայաստանի ղեկավարները գլուխները եւ ականջները կախ լսեն եւ գնան այսպես իրանց հանձնարարությունները կատարեն։ Իրանք սովոր են, որ Հայաստանի ղեկավարին հանձնարարություն տան, հասկանում եք։ Ու հիմա երբ որ Հայաստանի ղեկավարը ասում է, Գերջան, չէ, ես պետություն ունեմ ու ունեմ իմ պետության շահերը, այսպես է խնդիրը, իրանք իսկապես դիսկոմֆորտի մեջ։ Իսկ այս մյուս շրջանակները, որոնք ինչպես նշեցի, ստրկական ենթակայության են եղել Ռուսաստանի իշխանությունների արչև, այս մյուսների մոտ էլ դիսկոմֆորտը այն հարցից է, մարդիկ նստում մտածում են, էլի, փաստորեն կարելի է, էլի, այսպես գնալ եւ սեփական պետության շահը պաշտպանել, բայց իրենք նաեւ զգում են, հասկանում են իրենց անկարողությունը նման կերպ վարվելու, քանի որ եթե իրանք փորձեն նման բան անել, ապա հաջորդ օրը իրենց պոստերում չէին լինելու կամ ինչպես ես էլի նշել եմ, եթե իրենք այդ ճշմարտությունը, նույն Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե երբևէ նստած կանգնած պարկած կարողանան այդ ճշմարտությունը ասել Վլադիմիր Պուտինին, ես համոզմունք ունեմ, որ իրանք ինչ որ սրտի կաթված կստանան կամ չգիտեմ պարալիչ մարմնի ամբողջական կստանան ու ըստ էության կկորցնենք մենք իրանք։ Մենք հիշում ենք նաև Սերժ Սարգսյանի ժամանակին այսպեսի հայտարարություն արեց, որ դու գիտեք հեշտ է Վլադիմիր Պուտինի հետ խոսելը։ Այսինքն այս վախվորած մարդիկ հիմա եկել են իրանց հրճակել են ուժեղ տղեկ, ու մի հատ է քննադատում են Հայաստանի վարչապետին, որ ինքը գնացել է եւ ինչ որ երրորդ երկրի ղեկավարի մոտ պաշտպանել է Հայաստանի Հանրապետության շահերը։ Պարոն Արաքելյան, ինչի Պուտինը տենց բացահայտ տեսախցիկների առաջ բարեխոսեց Սամվել Կարապետյանի համար։ Դե որովհետեւ Սամվել Կարապետյանը եւ մյուսները Պուտինի կամ այսպես ասենք ցարի
պասլանիկներն են, հայերեն ցարի սուրանդակներն են։ Ուրեմն Սամվել Կարապետյանը եւ մյուսները ցարի սուրանդակներն են ուղարկված Հայաստանի Հանրապետություն։ Իրանց համարում են ուժեղ տղերք, հա, բայց չի կարա մարդը լինի երրորդ երկրի ներկայացուցիչը իր երկրում եւ իրան համարի ուժեղ մարդ կամ ուժեղ տղա կամ ուժեղ քաղաքական գործիչ։ Իրանք առնվազն կարող են համարվել գործիքներ, իսկ գործիքը ուժեղ չի լինում, գործիքը առնվազն լինում է բութ։ Հիմա այդ բութ գործիքներին երրորդ երկրից օգտագործում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ժողովրդի դեմ։ Էսա ամբողջ ըստ էության ճշմարտություն։ Դրա համար բնականաբար Ռուսաստանի նախագահը պաշտպանել է իր կողմից ուղարկված կամ իր պետության կողմից ուղարկված մարդկանց, որոնց ուղարկել են Հայաստան, որպեսզի այստեղ իշխանություն վերցնեն եւ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը դնեն ցարի սապոգի տակ։ Հանուն իրանց ըստ էության կարողությունների եւ ունեցվածքի, հանուն իրանց կյանքերի միգուցե, քանի որ եթե իրանք պարտավորություններ են վերցրել, իսկ ես համոզված եմ, որ իրանք պարտավորություններ են վերցրել ռուսական իշխանությունների առջև, եւ եթե այդ պարտավորությունները չեն կատարում, ես պատկերացնում եմ, թե իրանց հետ ինչ կարա կատարվի եւ իրանց ունեցվածքի եւ իրանց անձնապես իրանց հետ ինչ կարա կատարվի։ Այս է ամբողջ իրականությունը եւ ճշմարտությունը։ Պարոն Արաքելյան, այդ հանդիպումից հետո ռուսական կողմի տարբեր չինովնիկներ, քարոզիչներ սկսին սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի մասին, տնտեսական սպառնալիքներ կարելի ասել, դե գազը կթանկացնենք ԵԱՏՄ-ն, կփակենք ընդդեմ հայերին, դուրս կանենք, սա որքան ռեալ։ Տեսեք, իմ տեղեկություններով Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը, փակ հանդիպումը քննարկումը անցել է բավականին լավ, անցել է բավականին ջերմ մթնոլորտում, անցել է բավականին այսպես պրոդուկտիվ եւ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դրա մասին նաեւ խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, նաեւ ասել է, որ նույնիսկ ռազմատեխնիկական ոլորտում որոշակի այսպես պայմանավորվածություններ կան։ Հիմա Օվերչուկները, Զախարովաները, որոնք երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքեր են, ինչ կհայտարարեն, ինձ համար դա այդքան հետաքրքիր չի։ Ինձ համար ավելի հետաքրքիր է Ռուսաստանի համար առաջին դեմքի հայտարարությունները, քանի որ Ռուսաստանում որոշումներ կայացնում է բացառապես համար առաջին դեմքը։ Հիմա եթե Օվերչուկներին, Զախարովաներին ասել են հելեք, ուրեմն խոսացեք sense-ից, օքեյ, այդ քարոզչության մի ինչ որ տեսակա կամ քարոզչության մի ձև է, որով փորձում են ճնշում քաղաքական բանացնել Հայաստանի Հանրապետության վրա, բայց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դրանք երթևեկություն են երկու ուղղությամբ, այսինքն այնպես չի, որ Ռուսաստանը եթե տնտեսական պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, դա չի վերաբերելու նաև Ռուսաստանը։ Հայաստանն էլ ունի իր հնարավորությունները եւ այս շանտաժի լեզվով խոսելը ես կարծում եմ անընդունելի է, քանի որ ինչպես արդեն հայտարարվել է, պաշտոնապես Հայաստանը լիքը կառույցներ կան, որտեղից կարա հրաժարվի եւ դուրս գա։ Մենք գիտենք զենքի պատմությունը, երբ որ Ռուսաստանը երևի այն հաշվարկով, որ Հայաստանը այլ ընտրանքներ չունի, վերցրեց գումարը եւ զենքը չտվեց պարզ կարճ 2021 թվականից մինչեւ հիմա։ Հիմա իրանց հաշվարկը ինչն է, որ Հայաստանը պետքա այսպես չկարողանա այլ տեղերից զենք զինամթերք հայթայթի, այլ գործընկերներ ճարի եւ պետքա գնա գլուխը կախ, էլի խնդրի Ռուսաստան։ Ըստ կյանքը ցույց տվեց, որ այդպես չի։ Համոզված եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու պարագայում էլ այդպես չի լինելու, քանի որ այսպես ասեմ, նման պատժամիջոցներ կիրառելու պարագայում սա հատկապես մեծ բացասական ազդեցություն է ունենալու մեր քաղաքացիների եւ հանրության վրա։ Իրենք վերջնականապես հասկանալու են, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ թշնամական է տրամադրած։ Դա թշնամական գործողություն է լինելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հետևաբար ես կարծում եմ այնտեղ այնուամենայնիվ տրամաբանող մարդիկ կան, ու մեծ առումով ես կարծում եմ մենք պետք է մի օր ազատվենք այս կապանքներից տնտեսական, տեսեք մենք ռազմատեխնիկական այդ կապանքներից այլևս ազատված ենք, բայց այն որ ասում է էժան կամ ձրի պանիրը թակարդում է լինում, հիմա մեզ չակերտավոր ձրի
պարի տակ տարել են եւ մցրել են մի թակարդ, որտեղից ասում են, որ տեսեք, եթե չանեք այնպես ինչպես մենք ենք ասում, ապա այս կանենք։ Մեծ առումով ես կարծում եմ, որ առաջիկայում մենք պետքա այդ կապանքից էլ դուրս գանք ու դրա այդտեղից դուրս գալու հնարավորությունները կան։ Իսկ եթե Ռուսաստանը այնուամենայնիվ կորոշի, որ պետքա սահմանափակի տնտեսական հարաբերությունները, դա իր կողմից դա իր հետ բերելու է նաև Հայաստանի կողմից հստակ քայլերի եւ այլևս մենք կանենք քայլեր, որոնք պետքա միգուցե շատ վաղուց անենք կամ միգուցե ինչպես զենքի պարագայում միգուցե իրանք որքան շուտ այդ պատժամիջոցները կիրառեն, այնքան մենք շուտ կդիվերսիֆիկացնենք, ինչպես եղավ իդեպ էլի զենքի պարագայում։ Այնպես որ սա, ինչպես նշեցի, երկկողմանի երթևեկություն է եւ այստեղ ուրեմն խնդիրները միանշանակ չեն, որ հենց Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց, բացառապես խնդիրները ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ես համոզված եմ, որ ոչ պակաս խնդիրներ է ունենալու Ռուսաստանը։ Տեսեք, այսօր Ռուսաստանը գազ վաճառելու խնդիր ունի։ Գազպրոմը այսօր աշխատում է ոչ շահույթով։ Մի քանի միլիարդ ռուբլու պարտքեր է կուտակել Գազպրոմը, պայմանավորված եվրոպական շուկան կորցնելով։ Հայաստանը այսօր սպառում է 2.5 միլիարդ խորանարդ մետր գազ, ու դա այսօրվա գների պայմաններում բավականին լուրջ գումար է Գազպրոմի համար։ Ու հրաժարվել 2.5 միլիարդ խորանարդ մետր, տեսեք, ասում են Հայաստանին 175 դոլարով է վաճառում, բայց դա էլ է կեղծ մանիպուլյացիա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե չեմ սխալվում, գազի համար վճարում են 1000 խորանարդ մետրի համար 350-ից 70, եթե չեմ սխալվում, դոլարով։ Եվրոպական օրինակն են բերում, Եվրոպայում արհեստական կրիզիս է ստեղծված, հետևաբար գները բարձր են, բայց բերեք օրինակը բերենք մեծ Չինաստանին, էլի։ Այդ հասկանանք Չինաստանին, Ռուսաստանին ինչքանով է գազ վաճառում, կարող է ավելի էժանա, քան իր դաշնակից Հայաստանին։ Այնպես որ այդ օրինակները, որ բերում են, մենակ Եվրոպայի համար չպետք է բերեն։ Կամ նույն Հունգարիային ինչքանով է գազ վաճառում Ռուսաստանը կա։ Նույն Եվրամիության անդամ երկիր է, էլի։ Եթե թշնամական է, բերեք Հունգարիային է համարենք թշնամական։ Կամ եթե Եվրոպական միությունը թշնամի երկիր է կամ թշնամական միավոր է Ռուսաստանի համար, ինչպես իրանք ներկայացնում են նույն Ավերչուկը եւ Ստեյի իր ուրեմն թութակները, որ կրկնում են առավոտից երեկո։ Բայց եթե թշնամի երկիրը ինչ է գազ վաճառում բան Եվրոպային։ Այսինքն թշնամիներին գազ են վաճառում, որ տաքանան, տնտեսություն զարգացնեն, հետո ելնեն այդ թշնամաբար օգտագործեն Ռուսաստանի դեմ։ Ավելին ոչ միայն Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել գազի մատակարարումը, այլ ընդհակառակը Եվրոպան է ցանկանում հրաժարվել 27 թվականից այլևս ամբողջությամբ հրաժարվելու է ռուսական գազից, այսինքն Ռուսաստանը չի կտրելու գազը, Եվրոպան է հրաժարվել, այսինքն հետևաբար էլի հարց, բայց եթե թշնամական է, ինչ է գազ վաճառում Եվրոպային։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս Էդգար Առաքելյանն էր, քաղաքագետ, առայժմ կհանդիպենք։